մի քաղաքի մեջ սա իրական պատմություն է, մի միանձնուհի կար, որ շատ գեղեցիկ երգում էր, ոնց որ մեր Լուսինե Զաքարյանն է ասես։ Եվ ամբողջ քաղաքը հատկապես գրում էր այդ եկեղեցի պատարակը միանձնուհու շարականը երգեցողությունը լսեր։ Երբ որ տարիներ հետո այս միանձնուհին մահանում է, հոգին դժոխք է գնում։ Վանահայրը աղոթքի մեջ տեսնում որ իր սանը դժոխքում է։ Ասում է այս աղջիկը շատ առաքինի էր, մաքուր էր, ամբողջ օրը քեզ էր փառաբանում, Տեր, ինչու դժոխք գնաց։ Ասում է ինքը երբ որ այդ շարականները երգում էր, ինքը չէր երգում Աստծո փառաբանության համար։ Երգում էր որպեսզի մարդիկ իրենով հմայվեն, տղամարդիկ երազեն իրեն։ Ուրեմն եթե մենք մեր ցանկացած գործ այսպես ենք անում, որ մեզ գովեն, մենք փառավորվենք, Աստծո փոխարեն մեզ փառավորեն, մենք այդ բարի գործի մեջ էլ անպիտան ենք դառնում եւ մենք դժոխքի բաժին ենք դառնում։ Ուրեմն ինչ որ դու անում ես, ինչի համար որ դու այս աշխարհի մեջ գործում ես, նպատակը մեկն է՝ Տիրոջ փառքը տարածել այս աշխարհի մեջ։ Առաքյալներից որևէ մեկը իր փառքը չփնտրեց։ 12-ից 11-ը նահատակվեցին, մեն Հովանես առաքյալ իր մահով մահացան էլ աքսորի մեջ։ Ամեն մեկը խաչվեց, մեկը մաշկազերծ եղավ, մեկը կախաղանար, մեկը նիզակով, մեկին գլխատեցին։ Այսինքն ամեն մեկը նահատակվեց մեկ նանի համար, որ իրենք եկել են Քրիստոս քարոզելու համար։ Եթե մենք էլ այս աշխարհի մեջ մեր կյանքով այդ Աստված ճանաչողություն չունենք, որ մեր նպատակը իր կամքը կատարեն այս աշխարհի մեջ, ոչ թե մեր կամքը, այլ որ Հիսուս ասում է աղոթքի մեջ շատախոս մի եղեք, սա չի ասում որ երկար մի աղոթեք։ Պարզապես անհավատ մարդիկ, Աստծուն չճանաչող մարդիկ, երբ որ երկար աղոթում են մի բանի համար, նպատակը մեկն է՝ Աստծուն համոզել, որ քո կամքը ավելի սխալ է, քան մեր պահանջածը, որ մենք ավելի ճիշտ ենք։ Այդ պահին դու աղոթքի մեջ դառնում ես որպես փաստաբան, որ քո խնդրանքը արդարացնում ես, որ Տեր, գիտես ինչ, եթե մեկը մի քանի տարի աղոթում է, որ ինքը երբ պիտի ամուսնանա, սա լսելի չպիտի լինի։ Մեր նպատակը Աստծուն աղոթելը չէ, մենք ամուսնանանք, փող ունենանք, պաշտոն ունենանք։ Մեր նպատակը մեր հոգին որպես հարս Փեսային հանձնենք, որ Փեսան ինչ որ պետք է հարսի համար կանի, չէ։ Փեսան անում է, չէ, հարսի համար ամեն ինչ։ Ուրեմն Քրիստոսը մեր Փեսան, մեր հոգին էլ հարսն է։ Երբ որ քո հարսին մաքուր, կույս, անարատ, մաքուր տաս իրեն, մնացած ամեն բան ինքը կստանա։ Եվ սա է ամբողջ նպատակը մեր կյանքի։